Երբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին լուրը վերածվում է լռության, իսկ մարդկային կյանքերի կորուստը անպատասխան, հարցերի առաջանում է ամենավտանգավոր զգացումը՝ անարդարության։ 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգությունը խլեց 2 երիտասարդ կյանք, ջավախահայ ամուսիններ հենց վթարի պահին ցավոք մահացան։ Սակայն դժբախտ պատահարի ցավից ոչ պակաս ծանր է այն հանգամանքը, որ մինչ օրս չեն տրվել հստակ պատասխաններ, ինչ է իրականում տեղի ունեցել այդ օրը եւ արդյոք քննությունը գնում է ճշմարտության բացահայտման ճանապարհով թե ոչ։ Սա ոչ միայն երկու մարդկային ճակատագրերի մասին է, այլ նաեւ իրավական գործընթացի, որի շուրջ կուտակվում են լուրջ կասկածներ՝ անաչառության, լիարժեքության եւ օրինականության վերաբերյալ։ Մահացած ծնողների 3 մանկահասակ երեխաների ճակատագիրը, նրանց ընտանիքի պայքարն ու փաստաբանի բարձրաձայնած ահազանգերը ստիպում են բարձրացնել 2 կարևոր հարցադրում։ Արդյոք այս գործով իրապես իրականացվում է արդարադատություն։ Եվ եթե իրականացվում է, ապա ինչու տուժող կողմը որևէ կերպ չի ստանում իր հարցերի պատասխանը։ 2024 թվականի դեկտեմբերի 28-ին Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվեցին Վրաստանի քաղաքացի ջավախահայ ամուսիններ Սևակ Վարդանյանը եւ Անի Ելոյանը, որը դեպքի ժամանակ հղի էր։ Թեպետ դեպքից անցել է բավական ժամանակ, փաստաբան Ղևոնդ Պապոյանի ահազանգը վկայում է, որ գործով իրականացվող նախաքննությունը չի համապատասխանում անաչառության, լիարժեքության եւ արդյունավետության սկզբունքներին։ Փաստաբանի ներկայացմամբ կան հիմնավոր կասկածներ, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից ավտոմեքենայի իրական վարորդը փոխված է։ Համացանցում տարածված մի շարք տեղեկությունների համաձայն ավտոմեքենայի ղեկին պատահարի ժամանակ եղել է անչափահաս։ Այս հանգամանքը խոսում է ոչ միայն առանձին իրավախախտման, այլև համակարգային խնդրի մասին, երբ հնարավոր փորձ է արվում աղավաղել փաստերը պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Արդյոք ներկայացված այս տվյալները կարող են համապատասխանել իրականությանը, ինչ է իրականում տեղի ունեցել դեպքի օրը։ Կնոջ հոր հետ մեր զրույցը բացահայտում է այս ողբերգության մարդկային ամենացավոտ կողմը։ Տղամարդը խոսում է կոտրված ձայնով, հաճախ լռում է բառեր գտնելու համար։ Նրա համար սա պարզապես իրավական պայքար չէ, այլ ամենօրյա ցավ, որը չի մեղմանում։ Երիտասարդ ծույլքերը ամուսինը խոփանք էր տար, արտաքին աշխատանքով էր զբաղված, ինքը տան տնտեսուհիներ, իրեն փոքր երեխան 2 ամսական էր, դեպքի ժամանակ երեխան կուրս կուտեր գա։ Դեպքոր պատահավ երեխան 2 ամսական էր, կուրս կուտեր գա։ Իրեն կյանացել էին լեննական ամուսնուն աղբորը տեսության։ Հարավոտ շուտ բերին մեր տունը երեխեքին, իրենք նոր կյանացին։ Ու այդ դեպքը պատահավ այդ ժամանակ։ Փաստաբան Պապոյանի խոսքով փորձագետներին ներկայացվել են սխալ եւ թերի տվյալներ, ինչի հետևանքով տրվել են թերի եւ անհիմն եզրակացություններ։ Սա լուրջ հարված է արդար դատաքննության իրավունքին, քանի որ փորձագիտական եզրակացությունները քրեական բարույթում ունեն առանցքային նշանակություն եւ հաճախ դառնում են դատարանի համար հիմնավոր ապացույցներ։ Ամենից վտանգավորն այն է, որ ստեղծվում է տպավորություն գործի իրական հանգամանքները կոծկելու եւ տուժողների ավտոմեքենային բախված տրանսպորտային միջոցի վարորդին անմեղ ճանաչելու փորձի մասին։ Փորձագետներին ներկայացվել է թերի սխալ տեղեկություններ, որը որ ըստ էության մեր կարծիքով նպաստել է թերի անհիմն եզրակացության տրվելուն, այսինքն մեղավորության հետ կապված պատահարի մասով, թե ով է եղել մեղավորությունը, ով է եղել այդ պատահարի մասով։ Եվ նաև մեր մտահոգությունն այն մասին է, որ փորձագետների կողմից մեր կարծիքով իհարկե, որ սխալ հաշվարկներ են կատարվել, որը որ ըստ էության դարձյալ հանգել են սխալ եզրակացության։ Այսինքն համանման փաստական հանգամանքներով այլ փորձագիտական կենտրոններ նման պատահարի մասով կատարում են այլ հաշվարկներ, բայց այդ եզրակացությունները համադրելով այս եզրակացության հետ գտնում ենք, որ դա տարբերություն կա եւ այդ մասով եւս մեր կասկածները հիմնավորվում են, որ անաչառ քննություն չի կատարվում։ Հետևաբար այս բարձրաձայնելով այս խնդիրը ուզում ենք, որպեսզի այս գործով իրականում կատարվի անաչառ օբյեկտիվ քննություն, նաև դա դժողների խնդրանքն է, որ բարձվի իրականությունը, նախաքննական գաղտնիք չհրապարակելու արգելքով պայմանավորված
Այս պահին վարույթի այս փուլին հարկ եմ համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները ոչ անաչառ քննության հետ կապված, որը որ ըստ էության հետևյալն է։ Տեսեք, նախ ասեմ, որ դիմել են գլխավոր դատախազին, որպեսզի Շիրակի մարզային քննչական վարչությունից վարույթի քննությունը այլ մարմին տեղափոխելու խնդրանքով դեռևս պատասխանը չենք ստացել եւ մեր մտահոգությունները եւ փաստերի համադրությունը նրանում է, որ ըստ էության ոչ անաչառ քննություն է կատարվում, քանի որ նախ մեր մտահոգությունը պայմանավորված է նրանում, որ պատահարի մասնակից մեքենան տվյալ վարույթի տարածքի բնակիչ է եւ որևիցե կերպ չի բացառում քրեական վարույթով ազդեցությունը։ Կան վարույթով հիմնավոր կասկածներ, որ պատահարի տրանսպորտային միջոցի պատահարի մասնակից մեքենայի վարորդը փոխված է, այսինքն չի եղել այն վարորդը, որը որ վարույթով անցնում է։ Այդ կապակցությամբ կան հրապարակումներ, հետևաբար այդ հրապարակումները նպաստել են մեր կասկածին եւ անաչառ քննության հետ կապված։ Դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով մենք դիմեցինք նաեւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ Վարույթ իրականացնող մարմինը մեր հարցերին ի պատասխան ներկայացրեց հետևյալը. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում կան նախաձեռնված քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ողբերգությունը ունի նաև ծանր սոցիալական հետևանքներ։ Մահացած ամուսինները թողել են 3 մակահասակ երեխաների։ Փոքրիկներից մեկը պատահարի պահին եղել է ընդամենը 2 ամսական, մյուսը 1.5 տարեկան, իսկ ավագը 7 տարեկան։ Այսօր երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի եւ նրանց դաստիարակությամբ ու ապրուստով մեծ դժվարությամբ զբաղվում են պապն ու տատը։ Ունեցել են 3 մանկահասակ երեխաներ, պատահարի պահին մի երեխան եղել ընդամենը 2 ամսական, մյուսը տարի ու կես, մյուսը երրորդը 7 տարեկան։ Այս պահին մնացել են ընդամենը որբացած են անապահով տատին ու պապին են խնամում այդ երեխաների հետ կապված, շատ հոգեբանական դժվար վիճակում են գտնվում եւ անընդհատ սպասում են, որպեսզի այս գործով անաչառ օբյեկտիվ քննություն կատարվի։ Դեպքի ժամանակ 2 ամսական էր, միջնեկը աղջիկը տարի 2 ամսական էր, մանչը 6 ամսական էր, մանչը կեշտարգը 6 տարեկան էր, մանչը կեշտարգը մանկապարտեզ դետսկի սад կեշտարգը, հիմի արդեն այս տարի դաբրոց կեշտարգը, մանչուն մենզինը շատ ծանր է հոգեվիճակը, ամեն անգամ մորը կուզ, ամեն անգամ մորը կհարցնի։ Մահացած հղի կնոջ մայրն ու հայրը սեփական տանիքին ու առողջական խնդիրներին հակառակ իրենց վրա են վերցրել ծնողական ամբողջ պատասխանատվությունը, սակայն ամենաբարդը ոչ թե ֆիզիկական հոգնածությունն է, այլ արդարության, բացակայության զգացումը։ Ես աշխատանք չունիմ, իմ տիգնս չունի, իմ մանչս չունի, իմ հարսս չունին աշխատանք։ Մեր տունը արդեն 8 հոգի ենք, իմ մանչսը նշանված է ունի մի աղջիկը, մեր տունը 4 երեխա են, մենք ամեն ինչն հասնենք, շատ դաժը սեփական երեխոցեն ավել կենենք մենք այդ երեխեքին, չենք թողնոր իրենք նեղվին։ Հիմնական մտահոգությունն է, որ չկատարվի չլինի այնպես, որ իրականում փորձ արվի թաքցնել, կոծկել իրական հանգամանքները եւ հասնել նրան, որ ըստ էության մեղավորությունը այլ կողմ թեքեն, այսինքն պատահարի մասնակից իրական վարորդը չհամարվի, ինձ մտահոգությունն է, որ չհամարվի մեղավոր։ Իմ պահանջս միադն է, որ արդար քննադատություն են լինա, երեքատ որբ երեխա է մենացել, իրենք ջահել գնացել են ու արդար պահանջ է իմս, ես ուրիշ պահանջ չեմ կենա ունենա, բացի արդարությունն։ Հանրային վերահսկողությունը, անկախ լրագրողական ուշադրությունն ու իրավապաշտպան կառույցների ներգրավվածությունը կարող են դառնալ այն գործոնները, որոնք կապահովեն, որ 2 երիտասարդ կյանքի կորուստը չմնա անպատասխան, իսկ որբացած երեխաների իրավունքները չմնան անտեսված։ Արդարադատությունը չի կարող լինել ընտրովի, այն կամ կա բոլորի համար, կամ վտանգված է յուրաքանչյուրի համար։ Սոցիալական ցանցերում վստահության չարաշահումը տարիներ շարունակ մնում է կիբերհանցագործների հիմնական գործիքը։ Կեղծ էջերի միջոցով իրականացվող խարդախությունները ոչ միայն ֆինանսական կորուստներ են պատճառում քաղաքացիներին, այլև լուրջ մարտահրավեր են նետում իրավապահ համակարգին, պահանջելով խորքային եւ տեխնոլոգիական բարդ քննություն։
Քննչական կոմիտեն ավարտել եւ հերթական նման գործի նախաքննությունն ուղարկել է արդեն դատարան, բացահայտելով Facebook-ում կեղծ անհատական էջերով կատարված խարդախություններ եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի շարք դեպքեր։ Սոցիալական ցանցերում կեղծ ինքնությամբ հանդես գալը վաղուց վերածվել է համակարգված հանցավոր մեխանիզմի, որի թիրախում հաճախ հայտնվում են վստահող քաղաքացիները, այդ թվում արտերկրում բնակվող հայերը։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 24 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում երկու անձինք Facebook սոցիալական ցանցում ստեղծել են կեղծ անհատական էջեր, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայրենակիցների լուսանկարներով։ Կեղծ էջերով նրանք ներկայանում էին այդ անձանց ընկերներին եւ բարեկամներին, ստեղծելով վստահության մթնոլորտ եւ տարբեր պատրվակներով գումարներ պահանջում։ Օգտագործված սխեման դասական է, սակայն արդյունավետ։ Հանցագործները խաղարկել են մարդկային մտերմությունն ու վախերը, հիվանդություն, շտապ ֆինանսական կարիք, անսպասելի խնդիրներ։ Արդյունքում քաղաքացիները գումարներ են փոխանցել, վստահ լինելով, որ օգնում են իրենց հարազատին կամ ընկերոջը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործների քննության վարչությունում իրականացված ապացուցողական եւ վարույթային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում երկու անձինք Facebook սոցիալական կայքում ստեղծել են օտարերկրյա հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց հարազատներին եւ ընկերներին նրանց անունից տարբեր պատրվակներով խաբեության եղանակով հափշտակել են գումարներ եւ այդ գումարները ստանալու նպատակով տրամադրել են իրենց կողմից նախապես ստեղծված բջջային հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակների եւ բանկային քարտերի տվյալներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների առքովաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների եւ բանկային քարտերի տվյալներ։ Արդյունքում վերջիններս հափշտակել են հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով 686320 ՀՀ դրամի չափով գումարը։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2021-ից 23 թվականների ընթացքում նույն անձինք նախնական համաձայնությամբ ձեռնարկել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործողություններ։ Նրանց նպատակը եղել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի աղբյուրը խեղաթյուրելը եւ այդ գույքին օրինական տեսք հաղորդելը։ Ըստ քննչական մարմնի փողերի լվացման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 10 միլիոն դրամ։ 2021 թվականից մինչև 2023 թվականին ընկած ժամանակահատվածում վերջիններս նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերով գույքի ձեռքբերման աղբյուրը խեղաթյուրելու, այդ գույքին օրինական տեսք հաղորդելու եւ իրենց կատարած խարդախությունների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու շուրջ կատարել են առանձնապես խոշոր չափերով շուրջ 10.542.500 ՀՀ դրամի չափով փողերի լվացում։ Մեղադրյալների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երրորդ կետերով, այն է խոշոր չափերով խարդախությունը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ 296-րդ հոդվածի երրորդ մասի երրորդ կետով, այն է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Ենթադրյալ հանցանք կատարած անձանց առաջադրվել են մեղադրանքներ։ Մեղադրյալներից մեկի վերաբերյալ քրեական վարույթը 2025 թվականի փետրվարի 21-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, քրեական գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում։ Մյուս մեղադրյալի վերաբերյալ հայտարարվել էր հետախուզում, վերջինս հետախուզական գործի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության եւ ապահ մարմինների կողմից հայտնաբերվել եւ 2025 թվականի նոյեմբերին արտահանձվել է Հայաստանի Հանրապետություն, վերջինիս ներկայացրել էին վարույթ իրականացնող մարմնի։ Մեղադրյալի ներկայացվել է մեղադրանք, վերջինս ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցությամբ կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը եւ բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, ներկայումս քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, ինչպես նաև նշեմ, որ մեղադրյալների կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս գործը հերթական անգամ հիշեցնում է, որ կիբերհանցագործությունները հաճախ ունեն ոչ միայն անհատական, այլև ֆինանսական լայնածավալ հետևանքներ։ Իրավապահների համար նման գործերի քննությունը պահանջում է ոչ միայն դասական քննչական գործողություններ, այլ թվային հետքեր, բանկային հոսքեր եւ միջազգային կապեր վերլուծելու կարողություն։ Միաժամանակ այն ազդակ է նաեւ քաղաքացիների համար։ Սոցիալական ցանցերում անգամ ծանոթ թվացող էջերից ստացվող խնդրանքները պետք է ենթարկվեն խիստ ստուգման։ Թվային վստահությունը կարող է թանկ արժենալ, իսկ նման հանցագործությունների կանխարգելման առաջին գիծը շարունակում է մնալ իրազեկված օգտատերը։ Գողության հերթական դեպքը մայրաքաղաքում բացահայտվել է համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Դավիթաշեն վարչական շրջանում կիսակառույց շինությունից կատարված գողությունների շարքը հանգուցալուծվել է կասկածյալի ձերբակալմամբ։ Պատճառված վնասը գնահատվում է շուրջ 1.5 միլիոն դրամ։ Դեպքի մանրամասները բացահայտվել են փուլ առ փուլ իրավապահների հետևողական գործողությունների արդյունքում։ Դավթաշենի համայնքային ոստիկանների իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կիսակառույց շինություններից կատարված գողություն, որի հետևանքով պատճառվել է շուրջ 1 միլիոն 500 հազար դրամի վնաս։ Դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական բարույթ։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ, հունվարի 16-ին բաժին է ստացվել նոր հաղորդում։ Նույն կիսակառույցի տարածքում անհայտ անձը գիշերային ժամերին վնասել էր տեսահսկող սարքի լարը եւ կրկին գողացել շինարարական ապրանքներ։ Երբ միջոցներ էին ձեռնարկում հանցագործության բացահայտման ուղղությամբ, նույն քաղաքացին հունվարի 16-ին կրկին ներկայացավ ոստիկանության Դավիթաշենի բաժին, այս անգամ հաղորդում ներկայացրեց մալուխների գողության վերաբերյալ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում եւ ստացված օպերատիվ տվյալներին իրացնելիս հունվարի 19-ին Կոտայքի մարզի Զովունի վարչական տարածքից նշված գողությունները կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել 25-ամյա երիտասարդը, ում անձնական խոզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Բացի այդ, բաժնում խոստովանել է, որ Զովունի վարչական տարածքից փորձել է կատարել շինարարական հենասյուների գողություններ, սակայն սեփականատիրոջ կողմից կանխվել է։ Գողացված գույքը հայտնաբերվել է։ Միջոցներ են ձեռնարկվել գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, որը Շենգավիթ վարչական տարածքում հայտնաբերվել եւ առգրավել է։ Ըստ նախաքննական հաշվարկների, պատճառված վնասի չափը կազմում է 1 միլիոն 500 հազար դրամ։ Ձերբակալված երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Դեպքի հանգամանքները եւ նրա հնարավոր այլ առնչությունները պարզվում են նախաքննության ընթացքում։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ձեր ոտնահարված իրավունքներին կարող ենք անդրադառնալ, եթե զանգ տաք նշված հեռախոսահամարներին կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։ Իսկ այս պահին կարող եք դիտել կարևոր է իմանալ էջը։ Իսկ այս ընթացքում կարևոր է իմանալ էջն է, որի ընթացքում բարձրաձայնում եք հենց ձեր կողմից ներկայացվող խնդիրները։ Իմ այսօրվա հյուրն է փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես առաջարկում եմ դիտել տեսանյութը, հասկանալ, թե ինչ խնդիր է բարձրաձայնել մեզ դիմող քաղաքացին, այնուհետև անցնել քննարկման։ Շնորհակալ եմ հրավերի համար, դիտենք։ 2025 թվականի փետրվարին ենթարկվել են վարչական պատասխանատվության եւ ինձ զրկել են վարորդական վկայականից, հիմք ունենալով այն հանգամանքը, որ խմած եմ եղել։ Բնականաբար ես վիճարկել եմ ակտը եւ առաջի ատյանի դատարանը իօգուտ ինձ է վճիռը կայացրել։ Հետագայում բողոքարկում է եղել վերաքննիչ դատարան, որի մասին ես տեղյակ չեմ եղել։ Վարչական ակտը կասեցված չի եղել եւ մեքենայի ղեկին եմ եղել հաշվի առնելով, որ առաջի ատյանի դատարանը բավարարել է իմ հայցը։ Երկրորդ
անգամ կանգնեցրել են եւ տեսել, որ վարորդական իրավունքից զրկված եմ համարվում եւ արդեն քրեական գործ է հարուցվել իմ նկատմամբ։ Ուզում եմ հասկանալ, արդյոք այս քրեական գործը կարող է ունենալ ճակատագիր, եթե հիմքում կա առաջացանի դատարանի որոշումը եւ ինչ գործողություններ կարող եմ ես անել այս պահին։ Շատ լավ, շնորհակալություն։ Առաջարկում խոսել հենց այս տարածված խնդրի մասին, որովհետև բոլորովին վերջերս օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ կատարվեց, այդ թվում նաև քրեական օրենսգրքում եւ փաստացի վարորդական իրավունքից զրկված անձանց մասնակցությամբ արդեն երկրորդ միջադեպը վարչական պատասխանատվության փոխարեն բերում է քրեական պատասխանատվության։ Ինչ պետք է իմանա քաղաքացին այս դեպքում։ Տեսեք, ես ինքս ունեցել եմ նման տիպ բազմաթիվ գործեր ու ասեմ, որ տարիների ընթացքում նաև վարչական դատարանում այսպիսի գործերի քննության վերաբերյալ մոտեցումն է փոփոխվել։ Եթե մենք 1-2 տարի առաջ ունենում էինք բազմաթիվ դեպքեր, երբ որ դատարանը կասեցնում էր վարչական ակտի կատարումը մինչև վերջնական դատական ակտի կայացումը, այսինքն հնարավորություն էր տալիս այդ ընթացքում քաղաքացուն վարել մեքենան, հիմա ելնելով օրենսդրի մոտեցումից, որ պետք է կանխել խմած վիճակում, այո, լուրջ հիմքեր են պահանջում եւ կարելի ասել 2025 թվականի ընթացքում շատ եզակի են եղել դեպքեր, երբ որ վարչական ակտը կասեցվում էր։ Այսինքն ամբողջ վարչական դատարանում գործի քննության ընթացքում անձը համարվում էր վարորդական իրավունքից զրկված։ Իդեպ ես ուզում եմ հավելեմ, որ ինքս իմ պրակտիկայում արձանագրել եմ, երբ փաստացի դատարանները ավելի բարձր ապացուցողական շեմ են դրել, ցույց տալու այն վնասը, որ քաղաքացին կարող է ունենալ, մինչդեռ կարծում եմ ակնհայտ է, եթե զուտ նայենք այն հանգամանքին, որ քաղաքացին մեքենայով երթվեկելու փոխարեն ստիպված իր ուղևոր փոխադրումը պետք է իրականացնի, չգիտեմ, տաքսի ծառայությունից օգտվելու եղանակով կամ այլ եղանակներով, բնականաբար վնասը ակնառու է եւ դեպքեր եմ ունեցել, երբ ցույց եմ տվել ֆինանսական բավականին վատ իրավիճակ, բանկային պայմանագրեր, վարկեր եւ այլն, եւ դա էլ հիմք չի հանդիսացել։ Այ ինչ շեմ է պետք է այս դեպքում դատարանին ցույց տալ եւ արդյոք սա զուտ մոտեցում չէ յուրաքանչյուր դեպքով չկասեցված վարչական ակտով գնալ այսպես քրեական դաշտ։ Տեսեք, այո, իրավացի եք, բարձրացվել են պահանջները վարչական դատարանում, բայց ցավոք չկա միատեսակ մոտեցում, այսինքն չենք կարող կանխատեսել կամ ենթադրել, թե ինչ հիմնավորումներ եւ ապացույցներ պետք է ներկայացնես, որպեսզի դատարանը կասեցնի վարչական ակտի կատարումը, բայց այն հիմքերը, որ մենք նախկինում օրինակ ներկայացնում ենք, որ քաղաքացիություն դա մեքենան անհրաժեշտ է որպես եկամտի աղբյուր, ենթադրենք դրանով տաքսի է ինքը վարում ու ընտանիքը այդ միջոցներով ապահում, հիմա պատկերացրեք վարչական դատարանը դա եւս արդեն բավարար հիմք չի համարում կամ ասում երեխաներին դպրոց տանելու, պարապմունքների տանելու համար է ծառայում մեքենան։ Այսինքն ինչ հիմնավորումներ պետք է ներկայացնենք, արդեն հնարավոր չի կանխատեսել, պետք է ուղղակի կոնկրետ իրավիճակով փորձել հասկանալ, ինչ հիմքեր կարելի է ներկայացնել որպես լուրջ հիմնավորում, որպեսզի դատարանը բավարար համարի, բայց իմ մոտ տպավորությունն այնպեսին է, որ քանի որ հիմա նպատակը խմած հարբած վիճակում մեքենա վարելու երևույթի կանխումն է, ավելի շատ դատարանները եւս այդ մոտեցումն են ձեռք բերել, որ չէ, եթե քաղաքացին տեսնի, որ ինքը ամեն դեպքում կարողանա կասեցնի ինչ-որ հիմնավորումներով ու այդ ընթացքում վարի, երկրորդ անգամ ընդ որում շատ դեպքեր են լինում, որ երկրորդ անգամն էլ է հարբած լինում անկեղծ ասած, երևույթին չեն հասնի հետապնդվող նպատակին։ Մենք խոսում ենք ենթադրյալ հարբած վիճակում մասին, որովհետև եթե օրինակ այս դեպքում հաշվի առնենք, քաղաքացին փաստացի առաջին ատյանի դատարանում ունեցել է հաղթանակ, բավարարվել է ներկայացված հայցը եւ արձանագրվել է, որ փաստացի ոչ իրավաչափ վարչական ակտ է նրա նկատմամբ կայացված։ Սակայն դա բավարար չի, մենք այս պահին ունենք արդեն քրեական գործ։ Նայեք, շատ կարևոր հարցադրումներ կա, որոնց պատասխանները մենք պետք է ստանանք։ Իրավիճակը, որ քաղաքացին ներկայացրեց, իրավական տեսանկյունից շատ բաց հարցեր կային, որոնց պատասխաններ ստանալուց հետո է հնարավոր միանշանակ ասել։ Առաջի հարցադրումը, որ քաղաքացին ասեց, ես ծանուցված չեմ եղել։ Սովորաբար վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելիս վերաքննիչ բողոք ներկայացնողը ունի պարտավորություն նաև կողմի վերաքննիչի բողոքը ուղարկելու։ Այո, հիմա հարց ինչու չի ստացել։ Արդյոք ինքը հասցեա փոփոխել իր մեղավորությունը եղել է թե չէ, այսինքն պատշաճ եղել է ծանուցումը, թե ոչ, պատշաճության հարցը պետք է հասկանանք։ Երկրորդ, արդյոք քաղաքացին ուներ լեգիտիմ ակնկալիք, որ ինքը ունենալով բավարարում, որը ուժի մեջ դեռևս մտած չի, մենք գիտենք, որ իրավունքի օրենքի չիմացություն դեռևս չի ազատում պատասխանատվությունից։ Արդյոք միայն դատարանի վճիռը իրեն տալիս էր այդ լեգիտիմ ակնկալիքը, որ ինքը արդեն իրավունք ունի վարելու։ Տեսեք, պետք է նաև արդարացիորեն ասենք, որ երբ որ քաղաքացին
զրկումը վարորդական իրավունքից, ընդ որում քաղաքացին նշեց, որ կասեցված չի եղել, այսինքն հետ ստացած չի եղել վարորդական իրավունքը։ Եթե իրավասու մարմինը զրկում է վարորդական իրավունքից վկայականը եւս հետավերցվում, երբ որ վերականգնվում է, նաեւ դատարանի վճռի հիման վրա, քաղաքացին պետքա դիմի հետ ստանա։ Այսինքն այս դեպքում նաեւ պետքա այս տեսանկյունից դիտարկենք, եթե վարորդական իրավունքի վկայականը քաղաքացու մոտ չլիներ, ես կասեի, այո, ինքը պետքա չունենար ռեգենտիվ ակնկալիք, որ ինքը վարելու իրավունք ունի, բայց եթե վարորդական վկայական իր մոտից հետ չեն վերցնել, քաղաքացին իրավաբան չի։ Այո, էլի ասում ենք, չիմացություն չի ազատում պատասխանատվությունից, բայց եթե քաղաքացին տեղեկանում է, որ դատարանը կայացրել է իրեն օգուտ որոշում ու տեսնում է վարորդական վկայական իր մոտ է, որը պետք է իր մոտ չլիներ, ինքը բնականաբար կարող էր ենթադրել ու ինքն դրա իրավունքը կարելի ասել, որ ինքը կարող է այդ մեքենան վարի։ Քրեական գործի շրջանակներին, քանի որ նախաքննական փուլայում մենք չգիտենք արդյոք գործով պաշտպան ներգրաված թե ոչ, ասել թե ինչ կարող է անել, կոնկրետ խորհուրդներ տալ առանց գործի նյութերին, թե ինչ, հանցակազմի շրջանակներում, ինչ ապացույցների շրջանակներում է գործը քննվում, հիմա տեսական խորհուրդներ տալը իրականում մեր կողմից կլինի ավելի շատ գործին վնասել, քան օգուտ տալը, բայց ես ուզում եմ մի փոքր ներկայացնել հենց իրավիճակը, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան։ Սովորաբար մենք իրավաբաններս հասկանում ենք, որ երբ կա մի զանցանք կամ թեկուս հանցանք, որի վերաբերյալ դեռ ընթանում է գործի քննություն, կամ որի վերաբերյալ դեռ չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ, մենք այդ արարքի գոյությունը պայմանավորում ենք օրինական վճռի առկայությամբ։ Այս պահին քաղաքացին առաջին անգամ փաստացի հարբած վիճակում ղեկին նստելու համար տուգանվել է, առաջին այցյանի վճռով հաստատվել է, որ այդ ակտը ոչ իրավաչափ վարչական ակտ է եւ հնարավոր է նաեւ վերաքննիչ եւ վերադաս այցյաններով հաստատվի այդ հանգամանքը։ Արդյոք չպետք է քրեական գործը կասեցվի այդ հիմքով։ Քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից մենք պետք է ունենանք ուժի մեջ մտած վարչական ակտ, որը կհիմնավորի, որ քաղաքացին զրկված է եղել։ Եթե չունենք դատարանի որոշում, որը ուժի մեջ մտած չի դեռևս, մենք չենք կարող ասել, որ այո, վարչական ակտը, որով քաղաքացին զրկվել էր ու բողոքարկված էր վարչական ակտը, ուժի մեջ մտած էր ու կատարված էր, որովհետև եթե վարչական ակտը բողոքարկվում է, մենք գիտենք, որ վարչական ակտի բողոքարկումը ինքնըստինքյան, եթե օրենքը չի տալիս, բացառության դեպքերում կհանգեցնի դրա կասեցմանը ու որոշակի դեպքերում վարչական դատավարության օրենսգիրքը ասում է, որ միանշանակ է հանգեցնում կասեցմանը, իսկ որոշ դեպքերում ասում է, որ պետքա միջնորդես, որպեսզի դատարանը դա կասեցնի։ Մեր դեպքը այս դեպքն է։ Այո, որ պետքա միջնորդես, որպեսզի դատարանը կասեցնի։ Մեր իրավիճակում պետքա միջնորդվեր, որ դատարանը կասեցներ։ Ստիևին դատարանը չի կասեցրել։ Այսինքն ստացվում է, որ իրավական տեսանկյունից համարվել է դա օրենքի ուժ ստացած վարչական ակտ։ Նշանակում է քաղաքացին այդ 1 տարվա ընթացքում իրավունք չուներ վարելու, քանի դեռ ուժի մեջ չէր մտնելու այն վարչական դատարանի որոշումը, որը քաղաքացին մատնանշեց, որով ինքը, այսպես ասած, իր խոսքերով արդարացվել է, այսինքն հաստատվել է, որ ինքը հարբած վիճակում չի վարել։ Տեսեք տարբերությունը որն է, շատ կարևոր է տարբերակել վարչական դատավարությունը քրեական դատավարությունից։ Եթե մենք խոսում ենք քրեական դատավարության, այսինքն հանցանքի մասին, անձի մեղավորությունը հաստատվում է միայն դատավճռով, բայց վարչական դատավարությունում իրավիճակը այլ է։ Եթե ասում է դու պետքա միջնորդես դատարանը կասեցնի ու միջնորդում ես չի կասեցնում ու մտնում է ուժը մեջ, նշանակում է այդ պահից այդ վարչական ակտը քո համար արդեն կիրառելի է։ Իսկ արդեն ակնկալիքների տեսանկյունից տեսեք, իմ ասած հանգամանքներ, որ արդյոք ուներ լեգիտիմ ակնկալիք իր մեղավորությունը, որովհետև քրեական վարույթով շատ կարևոր է նաև անձի դիտավորությունը, մեղավորություն, որովհետև արարքը ըստ երևույթին դիտավորյալ արարք պետքա դիտարկենք, եթե անձը ուներ մեղավորություն, արդեն արարքը այլ ուղղությամբ պետքա դիտարկել, պատասխանատվության մեղմացնող հանգամանք հնարավոր է դիտարկեն, այսինքն քրեական վարույթի նկատմամբ այս իր նկարագրած իրավիճակը, որ կար դատարանի որոշում, որը իրեն հիմք է տվել ենթադրելու, որ ինքը իրավունք ունի վարի, այդ թվում ունեցել է վարորդական իրավունքը իր ձեռքին, առնվազն պետքա մեղմացնող, առնվազն ասեմ, հիմքեր դիտարկվի, անձին օրինակ ազատազրկման չդատապարտելու կամ ենթադրենք նույնիսկ եթե գործը այնպես ընթանա, որ դատարանը դատավճիռ կա, առաջին անգամ հենց տուգանքի այո, առաջին անգամ տուգանքի նշանակում, բայց նույնիսկ հնարավոր է, որ քրեական դատավարության առանձնահատկությունը որն է, որ հնարավոր է պայմանական չկատարվի դատավճիռ, այսինքն դատարանը հասկանում է, որ առաջի անգամ անձը նախկինում դատապարտված չի եղել, այս հիմքերն է ունեցել, այս արարքը անելու այլ դիտավորություններ, մեղավորություն չունի եւ այլն, որպես զսպիչ մեխանիզմ, այո, լինում է դատավճիռ մեղադրական, բայց պայմանական չի կատարվում, այսինքն
պայման է տրվում, որ ենթադրենք 1 տարվա ընթացքում եթե դու արարքը կրկնես, նոր այս սահմանված պատժամիջոցը քո նկատմամբ կկիրառվի։ Հասկանալի է։ Ես ուզում եմ խորհուրդ տալ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր հայտնվել են նման իրավիճակում։ Ինչից պետք է խուսափել։ Թերևս ամենաառաջին խորհուրդը մի փոքր առաջընկնելով ես տամ երբեք հարբած վիճակում ղեկին չնստել, որովհետև դա վտանգում է ոչ միայն ձեր կյանքը, այլ նաև այլոց կյանքը եւ օրենքի այս խստությունը, որն արդեն գործարկվել է եւ որը արդեն մի քանիսի համար հարյուրավոր քաղաքացիների համար բերել է հետևանքներ, ուղղված է հենց պաշտպանելու հասարակական անվտանգությունը եւ այս մասով որքան էլ որ մենք պնդում ենք, որ վարչական դատարանները այդքան էլ ոչ իրավաչափ են գործում, ձեր կողմից իրավաչափության սահմանը պետք է գծագրվի ձեր պատշաճ վարքագծով։ Այլապես հասնել արդարադատության եւ փորձել ձեզ օգտակար լինել, պարզապես անօգուտ է լինելու այս պարագայում։ Մնացյալ խորհուրդները թերևս արդեն գործի հետ կապված թողնեմ ձեզ։ Այո, ձեր թույլտվությամբ ես հավելեմ, որ այո, շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիներ իրազեկված լինեն, որ եթե զրկված են վարորդական իրավունքից, հա, մեքենա վարելու իրավունքից 1 տարվա ընթացքում առանց վարորդական իրավունքի վերականգնման կրկին նույն արարքը կատարել, այսինքն մեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության, որ այո, մեր փոփոխություններից մեկն է, ինչպես մատնանշեցիք։ Պետք է հետևողական լինեն սրա հետ կապված։ Նաև պետք է ես որպես մասնագետ խորհուրդ տամ, որ երբ որ համապատասխան աշխատակիցը, պարեկը ստուգում է իրականացնում, արդյոք քաղաքացին հարբած է վարում թե ոչ, համապատասխան սարքավորման միջոցով է իրականացնում, որը եթե ազնիվ լինենք, շատ դեպքերում հնարավոր է տեխնիկապես անսարքին լինի տեխնիկական միջոց ամեն դեպքում։ Քաղաքացին իրավունք ունի պահանջի արյան միջոցով զննություն, այո։ Դրա իրավունքը քաղաքացին ունի։ Միանշանակ ես խորհուրդ եմ տալիս նաև այդ իրավունքից օգտվել, իրացնել իրենց իրավունքը նաև արյան զննության, հա, ստուգում անցնելուց, բայց ամեն դեպքում միանշանակ խուսափել մեքենան վարել հարբած վիճակում, եթե նույնիսկ ինքնավստահ է քաղաքացին, այսինքն չդրսևորել հանցավոր ինքնավստահություն եւ չվտանգել իրենց եւ դիմացինի կյանքը։ Ես վստահ եմ, որ հիմա մի շարք քաղաքացիներ էկրանների մոտ նստած ասում են շատ գեղեցիկ խոսում եք, շատ ամեն ինչ պատկերավոր ներկայացնում եք, բայց այդ դեպքում ես մարդ եմ, ով մեքենա վարելու միջոցով կարողանում եմ իմ տունը պահել եւ վարկային բեռը թոթափել կամ վարկային պարտավորություններս կատարել, այս դեպքում ինչ եք առաջարկում, ինչ անել։ Հենց այստեղ է, որ պետք է զգուշացնեմ, այս բոլոր պատկերավոր քայլերը թվարկելուց առաջ մտածեք, ղեկին նստում եք սթափ վիճակում, թե ոչ սթափ, եւ դրանից հետո միշտ վախ ունեցեք, որ անգամ մեկ բաժակ ոգելից խմիչքը կարող է պատճառ դառնալ, որպեսզի դուք զրկվեք վարորդական իրավունքից եւ երկար ժամանակ այսպես ընկնեք դատական գործընթացների մեջ եւ չկարողանաք արդյունք արձանագրել։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար, կհանդիպենք այլ թեմայի շրջանակում, քննարկումներ կրկին կազմակերպենք միասին։ Շնորհակալություն։ Հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ խոսում ենք, կարևոր է իմանալ։